Որոշումը վստահի համակարգության եւ բացակայության բացակայության։ Շատ շնորհակալություն։ Դառնանք իրական գործողությունների որոշակի Հայաստանը, ինչպես դառնանք դաշնակցությունների գլուխ, իրական կարճ օրենքի կենտրոնացան այսպես առաջին։ Նախնանացում դերակատարի կապը ինտեգրած միջոց կանանք հարց։ Շնորհակալ եմ, պատասխան դատարան ինքնատմամբ նվազագույն վարդանի հարցումների նկատմամբ իրավաց թափան միջոց կառավարքի իրավաչափության պայմանների եւ հիմքերը շարունակում են արկա լինել, մասնավորապես արկայի վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու ռիսկը, ինչպես նաեւ իր կողմից իր քրեական դատավարության օրենսդրությամբ դրված իր պարտականությունների չկատարելու ռիսկը, ուստի վերաբերյալ վրա գտնում եմ, որ անհրաժեշտ է ունի վարդանի հարցումների նկատմամբ ընտրված եւ կիրառված թափան միջոց ժամկետ, թափան միջոց կառավարքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։ Մենք ինչ-որ ենք թափան միջոց փոխել։ Այո, ստեղծան իր որոշում հայտնելիս նաեւ Նախ առաջին նշում ենք կառավարքի երկարաձգմանը եւ մենք առանձին միջնորդություն կառավարքը փոխելու հայտնական թափան միջոցներ կիրառելու։ Այս մասով բազմաթիվ են հանգամանքները, որոնք նախաքննությունից սկսած փոխվել են եւ նախաքննությունից սկսած իստիպանը չեն եղել են հանգամանքները եւ այդ փաստերը, որոնք նկարագրվել են նախ 20-ական նույն հարցումների նշված վարկագծին անդրադառնալ, այս ընթացքում երբ որ կառավարքը թափամիջոց կառավարել է, ցուցաբերել է դրական վարկագիծ, որը պարտականությունների արժանացած կատարել է, ընդհանրապես ոչ մի խոչընդոտ չի հանդիսացել, որովհետեւ խոչընդոտող գործողություն չի իրականացել վարորդի ընթացքին խոչընդոտելու ընդհանուր վարորդին եւ ունի հարցումն դիտարկում է, որ իր դրած պարտականությունները պարտադիր պետք է կիրառել, որպեսզի այս գործը կարողանան հասնել արդարության, եւ մենք կարողանանք հասնել արդարության, որ շրջանակներում ինքը կատարել է իր արժանացած բոլոր պարտականությունները։ Թափան միջոց կառավարքի երբ որ սկզբում կիրառում է, այնտեղ նշված է, որ կիրառում է, որպեսզի եզրական դառնած փուլում ունի կարողանան չկարողանան որևէ երեք ունենալ, որևէ տեսակետ արտահայտել, ինչ ավելի կբորբոքի կրկեր ընտրական գործընթացներում։ Այս դեպքում ընտրությունները ընտրական նախընտրական կարգաշրջանը ավարտվել է վաղուց, մեկ ամիս է գրեթե մեկ ամիս է ավարտվել է եւ հաստատվի ունի կարողանան որևէ արգել, որևէ գործողություն, խթան հանդիսանը, որպեսզի խոչընդոտել ընտրական գործընթացին, այլևս բացակայում են։ Ուզենամ նաև նշել այն մասին, որ ունի կարծեն նկատմամբ իրավաց կառավարքը հայտնում նախաքննության փուլում է իրավունք ունեցել է իր նախաքննական, այսպես ասած, տրամաբանությունը, որպեսզի ինչպես նշել են իրավասու մարմինները վարորդի ընթացքին չխոչընդոտի, նկատողությունների հավաքմանը, վկաների վրա ազդեցություն չունենա, բայց ցանկանում նշել, որ ունի կառուցումները չի գտնում սոցիալական կարգավիճակում, չի դիապետում են կապերին, են հնարավորություններին, որպեսզի կարողանա այդքան լայն շրջանակի անձանց վրա ազդել կամ առավել ևս իրավասու մարմինների գործունեության վրա ազդել եւ այս փուլում վարորդի բոլոր նյութերը խոսում հավաքված արդեն գտնվում են դատարանի մոտ։ Մատույրանների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը բազմաթիվ որոշումներով է նշել, որ կալանքի կիրառման հնարավորությունը կալանքի կիրառումը առավել ցանկալի է սկզբնական հատվածում եւ հետո արդեն ինքը շարունակում է նվազել, դրա հեշտությունը շարունակում է նվազել եւ կորում է այլևս կալանք կիրառելու անհրաժեշտությունը ու առավել արժանավետ են դառնում այլընտրանքային թափան միջոցների կիրառումը, կալանքի կիրառումը այս դեպքում շատ ծայրահեղ մոտեցում է, շատ խիստ մոտեցում է թե ունի հարցումների անձի նկատմամբ, թե իր կատարած արարքի նկատմամբ, որը դեռ դատականության հիմնական մեծատարացումների փուլում դեռ պետք է քննարկվի արդյոք այն հանրային վտանգավորությունն է ունեցել, որպեսզի անձին ենթարկեն քրեական պատասխանատվության։ Ունի Հարությունյանի կանոնքի մասով ուզել են մի քանի հանգամանք նշել, որոնք այս ընթացքում ֆինանսական, առողջական բազմաթիվ խնդիրներ են առաջացել եւ կալանքում գտնվելու ընթացքում միանգամից ծրվել են խնդիրները, թե անշապած երեխաների մասով, թե ծնողների մասով, նշել որ ունի Հարությունյանը իր ընտանիքի միակ խնամողն է, միակ աշխատողն է, ֆինանսական աշխատում եւ երկու անշապած երեխաների խնամողն է, այստեղ ցանկանում եմ բացատրել փոխանցել ձեզ, որտեղ իհարկե փոքր մասն փաստաթղթերի մի քանի փաստաթուղթ կա եւ շատ այլ հանգամանքներ կան, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով ուղղակի չի ստացվել հավաքել ընտանիքի անդամների մոտ եւ որը փաստաթուղթ չէ, քանի որ ֆինանսի բացակայության պատճառով չի կարողացել
կառուցումն է, եւ այս դեպքում խափամիջոցը կալանքը իրարը վերածվում է արդեն բաժի։ Այս դեպքում ունի կառուցումն շարունակելու է իրական վարկագիծ ցույց տալ, անգամ եթե կալանք իրավի, բայց այս խնդիրները գնալու ավելի են ծայրականելու ու արդեն հանգեցնել են անդառնալի հետևանքների։ Եվ այս մասով եթե ունի կառուցումն ոչինչ չկարողանա ձեռնարկել, ապա այդ անդառնալի հետևանքները իրականություն կատարել։ Հանցագործների մասով արգելի հանրային մեղադրանքից նոր հանցանքներ կատարել է։ Այստեղ իհարկե տերմինաբանության հարց է, բայց ունի կառուցմանի նախին այս մերսագրվող արարքը դեռ չի հաստատվել, որ հանցանք է, նոր հանցանք կատարելու մասին խոսք չի կարող լինել, այստեղ հանցանքի մասին խոսք կարող է լինել, բայց ինչպես եք ընդհանրապես հասկանում, որ անձը հանցանք կատարելու ենթակա է։ Հիմնական որոշիչները կատարում են վարքի ընթացքում անձի վարկագիծը։ Այս ընթացքում ինչպես արդեն նշեցի, քանակ ընտրական վարկագիծ է դրսևորել, ունի կառուցումները եւ նախկին ունեցած դատվածությունները դեպուս ընթացքում դատվածություն ունենալը չեն կարող վերաբերել այս քրեական վարույթին, որովհետեւ ի տարբերություն այս մերսագրվող արարքի նախկին ունեցած դատվածությունները ոչ մի ձև չեն համընկնում, համասեր հանցագործություն չէ այս մերսագրվող արարքի։ Նախկին ինքը դատապարտվել է դատվածություն եւ դատվածությունը մեծ է առանց վարչական վկայականի ոչ ստապ վիճակում վարելու համար եւ ակնհայտորեն որ ոչ մի անգամ թե շատ են դեպքերը, բայց ոչ մի անգամ ազատազրկման չի դատապարտվել, այսինքն իհարկե առաջացան դատարանի որոշումները բնականաբար որոշիչ դեր ունեն դատարանի համար, բայց կարևոր է նշանակություն կարող է ունենալ, ես սա որպես պրակտիկա եմ ներկայացնում, որ ունի քարոզության նկատմամբ որևէ քրեական պատասխանատվություն ազատազրկման ծրագիր չի կիրառել։ Դատարանները գտել են, որ ունի քարոզությունը չունի այնքան հանրային վտանգավորություն եւ հասարակության այնքան մեծ բարելիք չի հանդիսանում, որպեսզի անձին մեկուսացնեն հասարակությունից եւ կանեն ու զրկեն ազատությունից։ Եվ ամփոփելով արդեն միշտ ենք ունի հարցնի նկատմամբ իրավել այլ դրական խափամիջոցների համացություն, տնային կալանք եւ վարչական հսկողություն, իհարկե այստեղ հարցը առաջանալ, եթե տնային կալանքում են գտնվել ինչպես հոգաբեր կարիքները, ունի հարցնանը համաձայն է նրա, որ ինքը փոցի տնային կալանքում եւս ցույց տալ, որ ինքը այնքան հանրային վտանգավորություն չունի այս պահին, գոնե հիմնական դատավարությունների փուլում, ոչ անձին անպայման պետք է կալանքի տակ պահել, ինքը ցույց կտա, որ ինքը շարունակելու դրական վարկագիծ դրսևորել տնային կալանքի շրջանակներում, որի ժամանակ ինչ-որ փոքր շանս կարող է բացվել, որպեսզի հարազատների ծնողների միջոցով կարողանա կապել տարբեր մարդկանց հետ եւ որոշ հարցեր լուծել, թե ֆինանսական, թե առողջական մասով, բայց եթե դատարանը գտնի, որ ունի կառուցողը կարող է առանց տնային կալանքի դրական վարկագիծ դրսևորել, խնդրում ենք տնային կալանքի համակցված խափամիջոցների կիրառման զատ մենք քննարկում արտադրել վարչական հսկողության կիրառման հարցը, իհարկե ժամային սահմանափակումներով էլեկտրոնային հսկողության եւ հրապարակային ելույթներ, ու եթերներ, հարցազրույցներ, հրապարակումներ կատարելու արդյունք։ Մարտական կողմերին ինչ-որ հարց ունի, արգելի հանրային վերաբերյալ նախ ոչնչորելու արտադրության վերաբերյալ կատարեցի։ Ըստ ձեզ արդյոք նախնական դատավարությունների ուղղում ակտինից միջդատական վարույթի ընթացքում հավաքված ապացուցողական զանգվածություն են կանխան, որ ասպայն ոչնչորելու արտադրությունների դատավարություն է, նաև հաշվարկում են անգամ ապացուցողական Արվեն կարծը բաժանավորություն ունեցող ապացուցություն տեսացայնայնության տեսքով։ Ըստ ձեզ այս իրավիճակում ոչնչորելու հավանականությունը չի նվազում։ Պատմության դատարանը ինքնին հանգամանքը, որ քրեական վարույթը հաստատված մետաղական իզանգրությամբ ուղարկվել է դատարան, չի կարող վկայել հանգամանքի մասին, որ նվազել են կողմից արձանագրված ռիսկերը, այսինքն մենք դեռևս գտնում ենք նախնական դատավարությունների փուլում, այսինքն առաջի լիստն է այսօր կայանում եւ առաջիկայում հիմնական դատավարությունների ընթացքում դեռևս ունենք հարցաքննելու վկաներ, 3 վկան ունենք քրեական վարույթով, ուստի ամեն դեպքում նրանց վրա հնարավոր ազդեցությունը իմ կողմից գնահատվում է հավանականությունը ռիսկը բարձր եւ Մոնիկ Հարությունյանը գտնվելով ազատության
տեսրած կամ ցանկացած համակարգում չի կարող ապահովել մեղադրյալի վարչակ վարկագիծը դատականության ընթացքում։ Շարունակություն հարցի բազի նկատմամբ իրական հետաքրքիր հարցեր մասովորն է ուղղակի հարցում։ Եվ քննարկի փոխանցության մասով հանցանացի կարգավորություն հասարակական պատժիքի նշանակիչով տարբեր հարցեր դες ուղղակ նախատեսող հանցակազմի շրջանառական խոշորը հավանականություն ավելի չի դասում։ Սա օրենքի մամի կողմից նաև պատժապեսակի ընտրությունը նաև ցույց է տալիս, թե ինչքանով է նաև կարգավորությունը հարցում է։ Եվ դա պատժապեսակի նախատեսել անձի վերագրելու պարտքի կարգավորումը։ Իսկ սա իրենց ցույցիչ չէ գնալու։ Դե պատմական դատեն, եթե տեսանկյունից նայենք, իր համար նաև շատ կարևոր ցուցիչ է վերջինիս հատվածությունների պատմությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ մեղադրյալ Օնիկ Հարությունյանը նոր ենթադրյալ հանցանքը, որի վերաբերյալ քննարկական գործը կատարվել է դեռևս չմարված հատվածության պայմաններում, թեկուզ եւ նույնասեռ չի հանցանքը, բայց ամեն դեպքում մեր օրենսդրությունը այդպիսի տարանջատում չի դնում, նույնասեռ չի հաղթինում կատարված արարքը։ Բացի այդ, կան նաև բազմաթիվ իհարկե մարված դատապարտություններ, բայց դրանց քանակը այնքան շատ է, որ դա որ վկայում է անձի իր սուբյեկտիվ վերաբերմունքները այս ականոնական վարկագիծը, ինչպես նաև հետագայում կրկին նոր հանցանք կատարելու ռիսկի վերաբերյալ ամեն դեպքում նա անձը բնութագրող հանգամանք է հանդիսանում, եթե չեմ մատնանշում որպես կալանքի հիմք, բայց ամեն դեպքում անձը բնութագրող հանգամանք է, ովքեր այս պայմաններում ստեղծում են, որ վերջինիս ամեն վտանգավորությունը բարձր է։ Ստեղծյալի ձեռք տեղեկանքի ծեսման ապարատորները, որոնց է դիտարկել կարգարած ասել դա հարակների կատարության, փոխաշրջանի ընթացքում բայց անձը վերագրվող հարակի շրջանակներում դերնան հասկացած վերագրվում է դիտարկել հարակի կապը։ Ունած ձեզ վերացարկել է ոսկորոցի շրջանակներում, ենթադրել հանցանք կապելու հավանականությունը, ոչ արիք կամ փոխաշրջանի ընթացքում անձի կողմից ոնց է նա որտեղ հանցանք Ես այս դեպքում դրամատուրգիայում այդ համասար հանցագործությունի փաստը, այսինքն եթե նախկինում անձը միայն դատապարտվել է ոչ ստատուտարական հարցահաղորդական բնակարանի բարելու համար, այս դեպքում մենք գրեթե այլ հանցագործության հետ գործում ենք, որի մասով դեռևս հիմնական դատախազությունների ընթացքում կարծում ենք, որ քննարկման առարկայը արժեք դարձնել այդ հանցը արդյոք սա այն հանցագործությունն է եղել, որը Օնիկ Հարությունյանի կողմից դիտարկվել է որպես հանցագործություն։ Եթե հանրային ժողովրդի կողմից կալանքը շարունակել դիրքորոշումը չլիներ, ես այս ամենը չէի նշի։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետությունում անձիկ ովքեր սեռական բնույթի վայրկյանքներ են հնչեցնում։ Չէ, ես ուղղակի իրավիճակն եմ ուզում նկարագրել, որպեսզի բացատրեմ, թե Օնիկ Հարությունյանը թե փորձաշրջանի ընթացքում ձևական առումով ինչ-որ արարք է կատարել, որը իրավասու մարմինները համարել են հանցագործություն, բայց այս դեպքում կարծում եմ հարցը կարևոր է քննարկել, որպեսզի հասնենք հարցով անձի դիտարկել, որ փորձաշրջանի ընթացքում կատարվում է նոր հանցագործություն, իհարկե ոչ ամբողջական բովանդակային համառոտ կատարվում հարցին։ Հայաստանի Հանրապետություն բազմաթիվ են դեպքերը, եթե կարիք կա, ես կարող եմ նաև դեպքերը հետագայում ներկայացնել դատարանում, երբ որ անձին սեռական քաղաքական է դիրքորոշում Հայաստանի մի կողմ է, չեմ ասում այս կողմից կամ այն կողմից։ Սեռական բնույթի վայրկյանքներ են հնչեցել ու սպառնալիքներ են հնչեցել, բայց որևէ պատասխանատվություն, որևէ քրեական հետաքրքրում, ձեռքբերում, խախտամիջոց, որևէ գործողություն չի իրականացել այդ արտասնական։ Օնիկ Հարությունյանը չունի մասնագիտություն, ունի միջնակարգ կրթություն եւ ունի որոշակի աշխարհայացք, որը հնարավոր է ճանաչի բարձրագույն կրթություն ունեցող կամ մասնագիտացված անձանց իրավաբանիչ։ Տեսնելով այդ իրավիճակը, Օնիկ Հարությունյանը անգամ չէր գիտակցել, որ ինքը այդ ուղի եթեր իրականացնելով հայրանքներ հնչեցնելով հնարավոր է հանցագործություն է կապել։ Այսինքն վերջինս դիտավորություն բացարձակ գոյություն չի ունեցել հանցագործություն, ինքը չի գիտակցել, որ ինքը հանցագործություն է անում։ Այո, դատապարտելի է տարածքը, որ ինքը սեռական բնույթի հայրանքներ է
տալիս, ինքներ է դատում եւ արձագանքության ընթացքում նաեւ նշել սեռական պետի հայրենիքը չպետք է ճես։ Էմոցիոնալ ֆոնի տակ գտնվել, բայց դա արտարացում չէ։ Բայց այս դեպքում ունենք հարցների մոտ ամբողջական գիտակցություն չի եղել, որ հանցագործություն է կատարել, որովհետեւ մենք քննարկենք հարցը փորձաշրջանի ընթացքում նա հանցանք կատարել է կամ ինչ որ արարքորը համապատասխանում են իրականացնում նախատեսված արգելված արարքի կատարել, թե ոչ։ Իմ դիրքորոշումը դա է, ուղղակի որ հանցը փորձաշրջանի ընթացքում լրիվ այլ արարք է կատարել, չգիտակցելով իր հանցավոր բնույթը, այսպես ասած, ինչը չի արտարացնում իր գործողությունը։ Իսկ դետալ է խնդրեմ ներկայացրել, այդ փաստարկները պետք է որոշման, որովհետեւ հիմնավորման աջակցություն կամ երբեմն ավելի ներառում հիմնավորում։ Ըստ ձեր նշած այն փաստարկը ոնց է դիտավորյալ չի կատարել, տարածքը ստացվում է հանցագործություն է կերպով կատարել։ Ըստ ձեր փաստարկը պատահական միջոցի քննարկանը կարելի է օրինակ նշի, որ ես կողմ դատարկել հանդես որ պաշտպանը ճիշտ ասում հանցագործություն չի ունեցել ու ապանա միջոցով։ Այս իրականությունն է սա։ Այս բանը իրականություն չի կատարել։ Փաստարկը վերաբերի չի։ Ես միշտացում դրա միշտացումից դրա համար ներկայացում նշեցի որ դա ասեցի ուզում եմ հասկանալ կապը նշում եմ փորձաշրջանի ընթացքում հանցը կատարել է մեր քրեականացով արտիվացիաներն որ մեկը հիմնավոր կասկածի չեն կարող ես չեմ կարող այս ֆակտին դրանք հաղթական դատությունների փաստարկային որ հանցը դիտավորություն չի ունեցել որոնք ապացուցներ չեն Սակի իրավասություններ ունեմ եւ այս որոշման շրջանակից է դուրս է։ Ես դեռ ընդունում եմ, դեռ մշտացան պես արդեն չեմ աշխատել դիրքորոշումներ կայացնում Դա աշխարհում որ ոչինգոտելու հավանականությունը ցածր է, ստիպության արկայ տեսածանություն, ինչպես նաև միջնակարգ օրենքի ընթացքում ձեռք են բերել ապացուցական իրականացման սկզբունքները, ինչպես նաև ներկայացան հանցանքի կատարման դեպքի վերաբերյալ արձանագրումը։ Պաշտպանի դիրքորոշման հետ համակարգիչ է, ստիպության համասեր չէ, նախկին դրսևորած հանցագործությունների հետ եւ այսպեսով որոշում է դրանց խափանու միջոց։ Կարող է փոխել բացակայելու արկելքա միջոցով որոշման ամբողջական կարգավորումը կողմը հանցագործությունները փոխարինը։ Դա հանցագործությունները որ Շուտեն հայցի է, ստիպության հարցում քննարկման հարցը հասցնի։